Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք անդրադառնում ենք նաեւ այն ծառայություններին, որ առաջարկվում են նախատեսված են հատուկ այս թիրախային խմբի համար։ Այսօր թեման հետաքրքիր է, ես հյուրընկալել եմ հանրահայտ, այսպես ասենք, Սամվել Մարտիրոսյանին, նա Արդի ակադեմիայում թվային մարքեթինգի դեպարտամենտի ղեկավարն է, ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ավագ սերնդի համար իրականացվող ծրագրից կխոսենք։ Ինչ է նախատեսում Արդին, ինչ նոր ծրագրի մասին է խոսքը, որ ես իմացա ձեր Facebook-յան գրառումից։ Դե իրականում գիտեք, այսօրվա քաղաքակրթության խնդիրներից մեկը այն է, որ ինչ որ տարիքային խումբ է գործատուներին միշտ հետաքրքրում, հետո մարդիկ սկսում են դուրս ընկնել։ Հատկապես Հայաստանում կարծում եմ դա շատ արդիական խնդիր է։ Ոնց որ հակառակ բևեռից միշտ կա, որ աշխատանքային փորձ են պահանջում, բայց մյուս կողմից միշտ խոսքը գնում է այդպես միջին տարիքի երիտասարդների մասին։ Եվ մենք էլ այդպես տարբեր տրեյնինգներ ենք անում, տարբեր ուղղվածության ու նկատեցինք, որ միշտ թիրախը էլի միջին տարիքն է։ Ու մեծերը դուրս են մնում։ Իրականում մտահղացումը շատ տարօրինակ կողմից եկավ։ Մեր արդի ոնց որ ղեկավարներից մեկի տատիկը սկսեց Instagram վարել եւ անսպասելիորեն շատ հետևորդներ սկսեց հավաքել։ Նենց արագությամբ, որ շատ երիտասարդներ կերազեն այսօր։ Իդեպ արդից օգտվում եմ ասեմ, որ անպայման ինձ այդ տատիկի տեղն ասեք, որ ես են հյուր կանչեմ։ Անպայման, հա, որովհետև ես ձեզ ասեմ, որ շատ երիտասարդ ինֆլուենսերներ երևի գիշերներով բարձը կրծում են եւ լաց են լինում, որ տեսնում են տատիկի արագությունը ոնց է ինքը հավաքում լսարան, ինչ լավ տենց բլոգ է ստացվում իր համար եւ այլն։ Եվ մենք էլ սկսեցինք հասկանալ, որ շատ անտեսված տարիք է։ Ինչու ոչ։ Հա, միշտ խոսում ենք սերունդ, բայց ավակ սերունդը փաստացի դուրս է անգրում այս ամեն ինչից եւ մյուս կողմից կան այդ կարծրատիպերը հենց ավակ սերնդի մոտ, որ իմ տարիքում էլ ինչ սովորել, ես արդեն էլ խելքս են չի եւ այլն, դրա համար որոշեցինք հենց արհեստական բանականության կուրս անել, հենց ավակ սերնդին պլյուս մարդկանց համար, ես էլ եմ արդեն հենա այդ ավակ։ Հիմա մոտիվացիաներից կխոսենք, այո։ Եվ կազմել այնպեսի մի կուրս, որ մարդիկ ոչ թե ինչ-որ ծրագրավորումով զբաղվեն կամ ինչ-որ փախած բաներով զբաղվեն, այլ հենց իրենց առօրյան ոնց է արհեստական բանականությունը կարողանա շատ հեշտացնել։ Ու տենց այդ տեսանկյունից գծեցինք։ Հիմա տեսնենք։ Կուրսը կազմեցիք, հա, գիտելիքներ։ Կուրսը կազմեցինք, առաջին հանդիպումը, առաջին մի ոնց որ դասընթացը արեցինք, ոնց որ թե ված չեղավ։ Մի քանի հարց, հավաքագրումը արդյոք հեշտ էր, ինչպես կարողացաք մասնակիցներ հավաքագրել, կան ինչ-որ չափորոշիչներ, կրիտերիաներ, որով առաջնորդվել եք մարդկանց ընտրելիս։ Իրականում այստեղ էլ է տարօրինակ բաներ, շատ մեզ համար նոր բան է, ու մենք ինչ-որ բախվում ենք տարբեր խնդիրների կամ հարցերի։ Առաջինը մենք ասացինք, դե եկեք աշխատանքային օր անենք, որովհետև դե թոշակառվեն, բարձվեց, սխալվեցինք։ Մեծ մասը ասում էր, բայց շաբաթ կիրակի լինի, զբաղված եմ, աշխատում եմ եւ այլն, այսինքն այս օրինակ իմ համար շատ դրական ազդակ էր, որ մարդիկ այտենց ակտիվ տեմպի մեջ են, այո։ Չնայած 60+-ա թվում է թե ինչ որ թախտի նստած վիճակ։ Դե դուք ձեր օրինակը բերեցիք։ Դուք մի քանի տարուց թախտի նստել եք, չեք նստել։ Ես նստելու եմ, չեք նստել, իհարկե, այսինքն իրենք էլ չեն ուզում նստել։ Այո։ Այսինքն առաջինը դա էր, ինձ համար շատ հետաքրքիր, դրա համար հաջորդը շաբաթուրն ենք անում արդեն։ Մենք ոչ մի չափանիշ իրականում չդրեցինք։ Սկզբից երկար մտածում էինք, ինչ որ պահանջներ դնենք, որ էս ունենա գրանցված, բան, հետո բայց հասկացանք, որ իմաստ չկա։ Չնայած ես մի հատ տենց վախտին
ստրեսային տրեյնինգ ունեցել եմ, բայց շուտվանից մի 10 տարի առաջ այն ժամանակ արհեստական բանականություն չկար, մոդայիկը բլոգերությունն էր, 15 տարվա բան եմ ասում։ Կհիշեք երևի այն ժամանակ շատ մոդայիկ էր տրեյնինգներ անել բլոգերների, ինչ որ տենց ինֆլուենսեր բառն էլ դեռ չկար։ Եվ ինձ ինչ որ մի ծրագիր էր, այդ ծրագրի շրջանակներում ինչ որ տարբեր ոլորտային մարդկանց էին բերում, ու այդտեղ հիմա չեմ ուզում կոնկրետ ասել որտեղից էին եւ այլն, բայց այնպես ստացվեց, որ այդ թիմը բոլորը 60+ կանայք էին։ Կանայք։ Իմիջիալից էսել հեսա մի հատ կանրադառնամ։ Հա, հումորային պահեր ա լինում, առանցությունների չի լինում, միանշանակ, ես հո գիտեմ։ Եվ այն ժամանակ դե պատկերացրեք, թվային գրագիտությունը շատ ավելի ցածր էր։ Ես ինչ որ սկսեցի պատմել, որ Facebook կա, այն ժամանակ Facebook-ը դեռ տենց նորությունն էր, դեսը դենը կա, բայց ոչ մի բան չէր ստացվում։ Ինչ որ ահա որ բարդ էր ամեն ինչ, լեզվական խնդիրներից բռնած այն ժամանակ այդ ամեն ինչ թարգմանված չէր եւ այլն։ Վերջը ասեցի թքած, եկեք այդ սախ մի կողմ դնենք, բոլորին մեյլ-ը գրանցեցի։ Այդտեղից Одноклассники, այստեղ թող չտիծաղան մարդիկ որ լսեն, այն ժամանակ Одноклассники-ին ամենապոպուլյար հարթակն էր։ Ենթադրում եմ, որ դա 2010-ի 11-ին էր, երբ որ Facebook հատուկ էին գրանցվում, այո։ Facebook-ում բոլորը Одноклассники-ում են, նույնիսկ այն ժամանակ հիշում եք համակարգչային խանութ մարդիկ գալիս էին, ասում էին ինձ կոմպյուտեր դուր, բայց որ վրան Одноклассники կնոպկա ալն։ Այսինքն մարդուն պետք էր մենակ այդ համակարգիչը Одноклассники մտնելու համար։ Կարճ ասած այս կանանց գրանցեցի Одноклассники, իրանք շատ ուրախացան, շատ արագ ընկալեցին։ Դա էլ էր Одноклассники հաղթող պահը, որը հեշտ էր։ 1000 մի կոճակ չկար, մի երկու բան էր այն ժամանակ։ Ես շատ ուրախացա։ 10 րոպե հետո այս ուրախությունը ուրեմն լրիվ հակառակ հունի մեջ են, բոլորը սկսեցին լաց լինել։ Ինչու՞։ Ես էլ զարմացա։ Պարզվեց բոլորը գտան իրանց թորներին, որոնք օտարության մեջ էին ու տենց ազդվեցին։ Կարճ ասած վերջացավ ամեն ինչ շատ տենց լաց ու կոծավ, իհարկե տենց շատ տխուր չէր մեջը տենց լուսավոր բաներ կար, հա։ Բայց շատ մազալու բան է։ Դրանից հետո տենց երկար ժամանակ տենց խտացրած տենց 60+ կուրսեր չէր եղել, այս անգամ ես մի քիչ էլի վախենում էի, բայց առաջի հանդիպումից ապավորված է կարծում։ Մարդիկ շատ ավելի թվային գրագետ են, այտենց բազմաթիվ հարցեր չեն առաջանում, տենց որ ուզում ասեմ շատ երիտասարդներից արագ էր շատ բաներ ստացվում։ Բացասականներից կասեմ, որ տղամարդիկ չկային, բայց այս տենդենսը ես գիրեք ամբողջուրին ինչ տրեյնինգներ դասընթացներ եմ անում, ինչ տարիքային խումբ ուզում ես լինի, տղերք չկան։ Դա մի ուրիշ քննարկելու մտորելու։ Այդ ուրիշ թեմա է, բայց կանայք ավելի հետաքրքրված են այսօր, կամ էլ ես չեմ հանդիպում, չգիտեմ։ Չէ, մեր ակումբներում էլ տղամարդիկ ցավոք հատուկ են դեն։ Հա։ Ինչ եք սովորեցնելու թվային, դա թվային մարքեթինգի կուրս է։ Չէ, բացարձակ։ Սա դեռ որ մենք մի օրվա ենք անում, տենց էլ կմտածենք ավելի խորացված անել թե չէ։ Սա մի օր տենց 4 ժամով են գալիս են, մենք սովորեցնում ենք, դե բնականաբար առաջինը զուտ բացատրենք ԱԲ-ն ինչա, ոնց է աշխատում, ոնց չի աշխատում, որտեղ պետք է ազգուշանալ, որտեղ կարող է սխալվի եւ այլն, բայց հետո պատմում ենք այն ոնց իրան օգտագործել ամեն օր, հա, այսինքն օրինակ Կարևոր ստեղ մենակ կանայք էին, այդ հեշտացնում էր սեռական բաժանվածությունը չկար, միանգամից խոհանոցային հարցերն են, այսինքն դու կարաս սառնանդ բացես ու օրինակ արագ որոշում կայացնել, թե ինչը կարելի է ոնց օգտագործել, երբ արագ օրինակ սնունդ պատրաստելու համար։ Այսինքն արհեստական բանականությունը օգնական խոհանոցում։ Խոհանոցում որոշումներ կայացնելու սննդակարգի հետ կապված, հետո բնականաբար բժշկական խնդիրներ են այստեղ իհարկե միշտ վերջում բոլորին նշում ես, որ ինքը մեկը բժիշկ չի, խորհուրդներ կարող ես լսել, բայց մեկը հետո մասնագետի հետ արժի խոսել, բայց դու զինված ես։ Առնվազն
Կարա անալիզները շատ մանրամասն Վերլուծի։ զննի ու վերլուծի եւ այլն։ Դա ընդհանուր առմամբ օրինակ այստեղ էլի այդ բանը կոտրելը, որ սովորելը կապ չունի տարիքը եւ արհեստական բանականությունը շատ հարմար է երբ որ դու ուզում ես նոր բան սովորել։ Այսինքն դու իրան կարող ես ճիշտ ձևով հրահանգելով ամեն օր քայլերով ինչ որ բան սովորել։ Սկսած եթե որոշի մեկ էլ ինչ որ մեկը ծրագրավորով դառնալ, չգիտեմ, կորոշի թե չէ, կամ ֆրանսերեն սովորել։ Լեզվի մասնագետ ես հիմա ճիշտ տալ պրոմպտը հայերեն չգիտեմ եւ այո, կամ օրինակ մեծ փաստաթղթերի հետ աշխատել մարդիկ կան, որ բնականաբար մինչև հիմա շարունակում են պրոֆեսիոնալ գործունեությունը, հաշվապահ կար, օրենսդրությունը հարկային ոնց այդ ամեն ինչը օգտագործելով ԱԲ-ն շատ հեշտ արագ օգտվել, ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը մեծ հաշվով հիմնականում դա ժամանակ խնայելն է։ Պլյուս այն անհետաքրքիր այտենց ծանրացնող գործերը իր պատվիրակելը, հանձնարարելը։ Իր ուսերին բարթելը ու ժամանակ բացելը ավելի, այսպես ասած, հետաքրքիր կամ Եսիմ արվեստի հետ կապ ունեցող այտենց ավելի ճկուն ստեղծագործ, այո, ստեղծագործ աշխատանքի համար։ Այդպես, իրականում բնականաբար ես որ առնվազն 10-ներ փորձում եմ նենց անել, որ այդ մարդկանց կոնկրետ խնդիրներ լուծել, ոչ թե բերել սլայդերը դնել կարդալ ու գնալ անկախ նրանից այդ մարդկանց ինչա պետք իրական կյանքում։ Դրա համար մի քիչ խմբից խումբ կարող է շատ տարբեր կախված իրենց խնդիրներից։ տարբերալ։ Իսկ ինչ հարցեր էին բարձրացնում։ Գիտեին ընդհանուր առմամբ պատկերացում ունեին արհեստական բանականության գործիքների մասին, կամ անուններ, կամ հեռախոսում արդեն ունեին, արդյոք պատրաստ էին որոշ չափով։ Շատ խառներ։ Մեծ մարդ չկար, որ շատ ակտիվ օգտագործում է, մեծ հաշվով այդ ձևի մարդը չէր դիմի։ Կային մարդիկ քիչ, որոնք տենց համարյա 0-ից էին օգտագործում։ Անունը բնականաբար բոլորը լսել են, առնվազն ChatGPT-ին բոլորը լսել են, ինքը տենց Արիստոնի նման բան ա դարել, էլի բոլոր ԱԲ-ներին, կամ Պամպերսի, բոլոր ԱԲ-ներին նույն անունով են անվանում։ Էդ էլ մենք օրինակ ես ցույց եմ տալիս, թե որը մյուսից ինչով տարբերվում է, որովհետև իրականում իրանք տենց բոլորը նույնատիպ չեն։ Վերջը հարցածակում վճարել թե չվճարել, ոնց հնարավորինս անվճար տարբերակներից օգտվել եւ այլն, այնց որ մեծ հաշվով իրականում ես փորձում եի այնց օրինակներ բերել, որը իրանց մտքով էլ չի անցնում, էլի։ Որ նորություն լինի։ Իսկ հեշտ համալրվեց խումբը։ Դե իրականում մենք տենց շատ ջանքեր չենք գործարել, մեզ պետք էր տենց շատ մեծ խումբ չլինի, որովհետեւ առաջինն է։ Արդյունավետ աշխատեք, դուք սովորեք, այո։ Եթե շատ մատ լինի, չես էլ հասկանա ինչտեղ հասավ։ Կարիքները հասկանա, բայց մեծ հաշվով հա, արագ ավակեցինք մեր տենց 20 հոգուն։ Որքան ժամանակ է տևելու, ասացիք, որ ամեն հանդիպում շաբաթական 1 անգամ է 4 ժամ է տևում եւ ընդհանուր կուրսը որպես այդպես։ Չէ, մենք դեռ կուրս չենք անում։ Իրական մի հանդիպում է։ Մենք ուզում ենք մի քանի հատ մի հանդիպում անել ու տեսնել օրինակ այդ մարդկանց մոտ առաջանում է ցանկություն ունենալ ավելի երկարաժամկետ կուրս, որովհետև արհեստական ինչ որ բան չենք ուզում հորինել, էլի ծրագիր ըստ իրենց կարիքի։ Դրա համար մենք մի քիչ բան ենք էլի, մենք էլ ենք սովորում։ Օգտվելով առիթից ես առաջարկեմ, որ մինչև արհեստական բանականության անցնելը իրականում 60-65 պլյուս տարեկան մարդիկ մեդիագրագիտության մասով խնդիրներ ունեն, իրենք բոլորս ունենք, եկեք այո, քաջություննակ խոստովանենք, բոլորս ունենք, հետո հեռախոսներից ընդհանրապես օգտվելու, գրագետ օգտվելու, ինչին են միացած, ինչին միացած չեն, հեռախոսի հիշողությունը, այս տիպի բաներն են, որ շատ կարևոր են ու օգտվելով առիթից ես եթե Արդի ակադեմիան կունենա այդ հնարավորությունը, առողջ երկարակեցության ակումբները, որ Երևանում 11-ն են, պետական ծրագրի շրջանակում մենք կարող ենք բարբերական ամսվա մեջ մի անգամ այցեր կազմակերպել, թեկուզ ձեր ուսանողները կարող են գալ
վերցնել հեռախոսները, որքանով որ դա տատիկի ներկայությամբ է, ինչ եմ ասում, տատիկ, որտեղ մեզ մոտ էլ պապիկները քիչ են, եւ հեռախոսը կարգի բերել, մի աշխատանք, որ ավագ սերունդը հաճախ թորներին է խնդրում, իսկ թորները չեն անում։ Այսինքն թորներից կախվածությունը շատ մեծ է։ Ու այս անգամ էլ օրինակ ինչ որ բան պետք է անեինք, տղայիս account-ն է, թորնիկիս, այսինքն միշտ այդ խնդիրը բարձա, գաղտնաբառը չգիտի։ Այստեղ այդ բանը գլոբալ կարծում եմ այդ բանը կա, որ ավագ սերունդը կախվածության մեջ է գտնվում։ Իհարկե թորնիկների մեծ մասը լավ օգնում են, բայց իմաստն էլ չի օգնում, երեխաներն էլ չեն օգնում։ Ես դա ինչից գիտեմ, որ երբ որ նայում եմ անալիզիկան, երկրորդ շնչառության, ես տեսնում եմ, որ 45% եւ ավելին 65+ մարդիկ են, իրական մարդիկ, օրգանիկ դիտողներ, այսպես ասած, եւ այնտեղ կան 13-17 տարեկաններ, իրենց հետաքրքիր չի բովանդակությունը վստահաբար, բայց իրենք դա այն account-ներն են, այն հաշիվներն են, որոնցով բացված են տատիկները։ Եվ ես միշտ այդ թիվը գումար, այո, որովհետեւ այդ վերլուծությունը ինձ էլ միշտ զարմացել 13 տարեկան ինչ պիտի նայի այս հաղորդման մեջ, բայց հասկացել եմ, որ նույնը չեմ ասում 40-55 հատվածը, որտեղ նրանք կանխարգելում են դեմենցիան, գիտեն, որ իմ թիրախային խումբն է, բայց այ փոքրերը այս մասով, այսինքն կարելի է մշակել մի դաշտ, դա էլ արդեն իմ էմպիրիկ փորձով կարող ենք մշակել մի կուրս, ինչ որ մի բան, որ կարողանանք մարդկանց այց սկսած գալ, բազային գիտելիքներից միանգամից տենց ԱԲ-ից չսկսենք, հա։ Գուցե կան, այսինքն ԱԲ-ն էլ ունի բազային, գոնե պատկերացում իմանան, գոնե ուզենան, բայց ասեն Google-ի գործիքներից օգտվելու անում են, դաշտում կան կազմակերպություններ, բայց ամեն դեպքում այն եղանակով, որ դուք կանեք, կարող ենք այդպիսի արտագնա, այսինքն մասնագետի այցերել կազմակերպել, որովհետև դա իսկապես օգտակար է։ Իսկ ինչ դժվարությունների եք բախվում շփման իմաստով, որովհետև ամեն դեպքում տարբեր սերունդներ են, 10-20 տարվա։ Դե ես ճիշտ ասած չեմ բախվել առանձնապես։ Իրականում ամենամեծ խնդիրը դա է, որ մեկ էլ ինչ որ տեխնիկական հարց է ծագում ու պարզվում է, որ տարբերությունները ահա որ մեծ են։ Մեկի մոտ թորան account-ն է, մեկը շատ լավ իր account-ով է օգտվում ու սենց պահերը միշտ կամայական դասընթացի ժամանակ կապ չունի տարիքը, սեռը եւ այլն, միշտ լարվածություն են առաջացնում, որտեղ կա պարզվում է ինչ որ մեկը առաջ հանգած ունի արդյունանում է, որ ժամանակակորում, իսկ դու զբաղված ես ինչ որ նոր Gmail գրանցելով, հա։ Երևի այդ դեպքում պիտի խմբերն էլ ոնց որ գիտելիքների աստիճանով են բաժանում։ Ուզում էինք պահանջներ դնել, որ օրինակ իրանք կան գրանցված արդեն օրինակ քաշած, ներբեռնած եւ այլն ծրագրերով եւ այլն, բայց հետո հասկացանք, որ կարող է էլի թորը քաշի, այսինքն զուտ թղթի վրա ամեն ինչ քաշած ներբեռնած լինի, բայց փաստացի բարձվի, հա։ Դրա համար որոշեցինք, որ ավելի լավ է տեղում փորձենք անել ու տենց իմ գոլեգաները օգնում էին ընթացքում, մենակ ես չէի։ Ուսանողները պիտի մտնեն դաշտ, պիտի մտնեն սենյակ, վերցնեն հեռախոսները, օգնեն, սովորեցնեն, այդ շարունակական աշխատանք լինի։ Իսկ ընդհանրապես հեռախոսից օգտվելու հիշողության հետ կապված այն բաները, որոնցում իրենք դժվարանում են, այդպիսի անհրաժեշտություն առաջ գալիս է, տեսնում եք, որ ուղղակի չեն տիրապետում հեռախոսին ընդհանրապես, բացի Google-ի հաշիվը։ Դե այդ ես ձեզ ասեմ, այդ բոլորի մոտ կա, իհարկե ավագ սերունդի մոտ այդ խնդրեմը ավելի շատ է, օրինակ նույն ուրիշ իմ խմբերը, գործից ասեմ, չէ, ուրիշ ոլորտի այդ զեղծարարները, օրինակ իրանք լավ գիտեն դա ու ավագ սերունդին թիրախավորում են յուրահատուկ ձևերով հասկանալով, որ իրանք գլուխ չեն հանում ինչ որ թեմաներից։ Օրինակ այն շատ տարածված է, էլի մի անգամ պատմեմ, որ մարդիկ լսեն, էլի։ Հարցնելու է իհարկե, բայց հա։ Հենց ավագ սերունդին թիրախավորող բանն է, որ զանգում են, ասում են մենք ձեր 5G-ին պետք է այսա միացնենք, օրինակ այսինչ օպերատորից ենք, տարբեր օպերատորների անունից են զանգում։ Ինչ որ բաներ են տալիս հրահանգներ, այս մարդը սկսում է ասել, չեմ հասկանում եւ այլն, այսինքն ամբողջ բանը հենց դրա վրա է, որ դու մեծ ես, դու չգիտես։ Դու չես հասկանում, դրանից հետո ասում են լավ։ Ես հիմա քեզ կօգնեմ, հիմա WhatsApp-ով կզանգեմ, դու քո էկրանը շեյր արա։ Մարդ ասում է, ինչ լավ է, ոնց որ իր մոտ թեթևանում է։ Քարը ոնց որ փեշից տապում, բայց իրականում հենց դրա վրա էլ բան են արում։ Ու արդեն մարդուն սկսում են այստեղ ֆայլ են ուղարկում վիրուսով եւ այլն ու սկսում է թալանան։ Բայց ամբողջ բանը հենց դրա վրա է, որ իրենք չգիտեն գլուխ չի հանում
ու այս ջահելն էլ ոնց որ որպես համարյա թորան պես պայմանական թող հա փորձում է օգնել ու այդ զանգերը տևում են 30-40 րոպե ու այդ մարդն էլ մի բան էլ ուրախանում է այս վերջերս դեպքեր որ կինը հələ մի հատ էլ ամուսնու հեռախոսներ վերցել է տեղել էր այդ նույն բանը քաշել եւ այլն հենց որ այդ խնդիրը հայտնի է ու դրանից օգտվում են նաև զեղծարարները։ Եվ օգտվելով ձեր ասած իմ մյուս ուղությամբ, որ բոլորը ձեզ գիտենք, տարեցնային թիրախավորի մի տարբերակ արդեն ասացիք, մի տեղն էլ խոցելի, որ գիտեն, որ թորը հիվանդանոցում է, այդ կար, չէ, որ հենց թորը, որ հենց հարազատի ինչ որ իրավիճակի պատճառով են։ Այդ մեխանիզմը լասեք, որ ուշադիր լինենք, որտեղ ձեր թորին մի բան է եղել, հա, չի եղել, ամեն դեպքում ոնց ստուգեն, մարդիկ ոնց այդ սցենարից դուրս գան։ Տեսեք, այս առաջինը ասեմ, որ այս պայն սցենարը չի աշխատում, բայց դա չի նշանակում, որ իրանք չեն վերադառնա։ Մոդիֆիկացնել։ Հա, կփոխեն, երևում է ինչ որ փորձը բաներ անում, փորձում են անալիզի ենթարկել։ Այն ինչ որ գիտենք, սենց էր արվում, զանգում էին դենց հիստերիկ ձայնով, բատատի, հա, ընդ որում իրանք զանգում են քաղաքային հեռախոսի վրա, որովհետև տենց շանսը, որ տան մեծ հասակը կվերցնի, մեծանում էր։ Որտեվ բջջայինի վրա զանգես չգիտես որ կվեկալի այդ պահին էլ հեռախոսը մեկի անունով է գրանցած երեխեն վեկալի եւ այլն ու սկսվում էր այնտեղ երկու ճյուղավորում էր մի սցենարով ասում էր որ մարդ եմ խփել մեքենայով շտաբ փող ուղարկի որ կաշառեն ոստիկանին ինձ չնստացնեն 7 տարի հա թորանը Մյուսով ասում էր, որ հիվանդանոց եմ ընկել, էլի վթար է եղել։ Բայց թորներ խոսողը ըստ։ Հա, թորներ։ Ձայնը նմանեցրած։ Իրականում նենց հիստերիկ վիճակում էր զանգում, որ չէր էլ հասկանում մարդ այդ ինքնատիպը։ Կենտրոնանալով բովանդակության իրավիճակի վրա։ Բովանդակության պլյուս այդ սասապը, տագնապը մարդու մոտ բաներ անում կտրուկ։ Ու հետո արդեն փող էր ուզում, հետո գալիս էր առաքիչը, որը բնականաբար բացարձակ կապ չունի, իրան էլ են խափում։ Առաքիչը գալիս էր, այդ ասում էր հետնել իմ խալատը բանը դիջ, որ ծածկվի փողը, էլի։ Ու այդ բանով, ճամպրուկով գնում էր, տալիս էր ինչ որ 1/3 է, որ էլի խափված ինչ ուրիշ սխեմայով խափված մարդեր, այդ փողը տենց տանում կորցնում են։ Այստեղ այս ժուլիկները շատ խորացած էին շատերը։ Տեսեք, օրինակ մարդ զգում էր ինչ որ դեպքեր, մարդ կար որ ընկնում էր ինչ որ ստրեսային վիճակի մեջ ու ինչքան փող կա միանգամից, հա, բայց մարդ կար զանգում էր, բայց ինչ են անում սրանք։ Սրանք սկսում էին թորանը նախորոք զանգել ու հեռախոսը ծանրաբեռնում էին, որ սա զանգում էր, հեռախոս չէր պատասխանում։ Կամ զբաղված էր ցույց։ Դե ասեմ զբաղված էլի, հա։ Այստեղ իհարկե ոնց հասկանաս տենց է տենց չի այդ հետ զանգելը մեկ-մեկ օգնում է մեկ-մեկ չի օգնում բայց առնվազն միշտ պետք է հասկանալ որ եթե ձեզ նույնիսկ ծանոթ մարդ է որում այստեղ ուզում եմ ասել որ առաջ դա ռուսերեն էր արվում հիմա կարող է հայերեն ձայնել նմանեցրած ձայնել կլոնավորեն լրիվ թորան ձայնը լինի բայց եթե ձեզ մի անգամից գցում են ստրեսային վիճակի դա արդեն սիգնալ է որ մի բան այն չի, որտեղ թորը այդպես չէր, ասի սովորաբար մարդիկ իրար խնայում են, չեն ասում, տատին ուշ իմանա, կամ տատին ընդհանրապես չիմանա։ Հետո անընդհատ հիստերիկ վիճակը, դա էլ է, ինչ որ մի քիչ տարօրինակ։ Չնայած իրական կյանքում էլ ինչ որ 1000-ից մեկ կարող է այդպես լինել, բայց առնվազն մի անգամից տրվել զգացմունքների պետք չի, հեշտ է ասել իհարկե, դե թորը զանգել է այդպես չընկնես այդ վիճակի մեջ։ Տատիկ ոստիկանին կաշառեն։ Հա, բայց պետք է հասկանալ, որ եթե ձեզ գցում են ստրեսային վիճակի մեջ, պլյուս ասում են շատ շտապ է, եթե հիմա էս կապ չունի բոլոր սխեմաները, մենակ էս մեկում չէ։ Եթե ձեզ ասում են, եթե հենց հիմա չանես, վերջ, խրտ, ուրեմն հաստատ նորմալ բան չի։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ, այս մոդելներն էլ տվեցինք, մեզ լսեցին մարդիկ, հասկացան, որ 21-րդ դարում պիտի չհանձնվեն, պիտի անցնեն ճանապարհը, սովորեն նաև արհեստական բանականության գործիքներից օգտվել եւ օգտագործել իշահ իրենց։ Հուսանք, որ կարելի ասել պիլոտային այս նախաձեռնությունը հաջողություն կունենա եւ իմ առաջարկն էլ քննարկենք։ Հնարավոր է որ կգտնենք ինչ որ մեխանիզմ, որպեսզի մարդկանց օգտակար լինենք։ Շնորհակալություն, ձեր գործերի հաջողություն եմ մաղթում։ Ձերն էլ։
Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի avradio.am կայքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գրեք մեզ, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, ձեզ ուզող հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։